Հանդեր թողեր զիս, աստված իմ, ինչու լքեցիր ինձ։ Հիսուս իր երկրավոր կյանքի մեջ առաջին անգամ ցույց է տալիս տկարության նշաններ։ Առաջին անգամ լինելով Հիսուս լքված է, պարուրված է խորը և անփարատելի միայնության զգացումով։ Ամբողջ իր կյանքի ընթացքում ծննդյանից ի վեր Հիսուս հետապնդումների ենթարկվեց, հալածանքների, խարդավանքների և ոչ մեկ անգամ ցույց չտվեց տկարության որևէ նշան։ Նրա նկատմամբ հալածանքները սկսվեցին տակավին ծնունդից շատ կարճ ժամանակ անց, երբ Հերովդեսը հրամայեց բնաջնջել այդ օրերին ծնված բոլոր մանուկներին։ Հրապարակային իր գործունեության ընթացքում Քրիստոսի, Հիսուսի նկատմամբ հալածանքները ավելի սաստկացան։ Նրա աճող համբավը ուղղակի հանգստություն չէր տալիս ժամանակի իշխանավորներին, հրեա աստիճանավորներին, քահանայապետերին, դպիրներին, փարիսեցիներին և այն ամենքին, ովքեր ինչ-որ ձևով հավակնում էին դիրք և հեղինակություն ունենալ հասարակության մեջ։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր մենք վերապրում ենք հիշատակները Քրիստոսի կյանքի վերջին իրադարձությունների, վերջին ճակատագրական, վճռորոշ իրադարձությունների, որ մեր եկեղեցական տոնացույցում կոչվում է մեծ կամ ավագ շաբաթ։ Ավագ շաբաթվա իրադարձությունները կանխորոշում են, ամբողջապես բնութագրում են Քրիստոսի որպես Աստված մարդու առաքելությունը մարդության կյանքում։ Այսօր մենք հիշատակում ենք Քրիստոսի մատնության չարչարանքների օրը։ Վաղը հիշատակելու ենք խաչելությունը, մյուս օրը թաղումը և վերջապես Քրիստոսի հրաշաբար հարությունը։ Ինչու Քրիստոս իր ողջ երկրավոր կյանքի ընթացքում դրսևորելով համառ, անզիջում ոգի, մարտնչելով չարի դեմ, երբեք ու երբեք չընկրկեց, ցույց չտվեց տկարության ու թուլության որևէ նշան և հանկարծ խաչի վրա մահվանից մի քանի ժամեր առաջ համակվեց զգացողությամբ, որ անգամ Աստված, որ իր հայրն է, լքել է նրան։ Չէ որ Քրիստոս ինք Աստված էր, չէ որ Քրիստոս ինք ամենազոր էր։ Բայց այս պատկերով Աստված մեր առջև բացահայտում է մի նոր իրականություն, սքանչելի իրականություն։ Հիսուս իր մարդկային, իր աստվածային ամենազորության հետ միացրել էր նաև մարդկային տկարությունները, ինչպես որ աստվածությունը և մարդկությունը անբացատրելիորեն միավորված էին, նույնպես միավորված էր Հիսուսի մեջ նաև աստվածային ամենազորությունը մարդկային տկարությունների հետ։ Աստվածային անչարչարելիությունը մարդկային չարչարվող բնության հետ,
Աստվածային հեռատեսությունը, կանխատեսությունը մարդկային կարճատեսության հետ։ Եվ հակառակ այն իրողության, որ Հիսուս գիտեր, որ իր չարչարանքները ավարտվելու են հաղթանակով, հարությամբ, միևնույնն է, Հիսուսի հոգին լեցված էր տագնապներով, պաշարված էր մարդկային վախերով։ Նրա մարդկային մարմինը այլևս հյուծված էր անչափելի եւ անկշռելի տանջանքներից եւ փորձություններից։ Այդ չարչարանքների ամենավճռորոշ փուլը մուտք գործեց Քրիստոս ավագ շաբաթվա ընթացքին։ Քրիստոս նախ դավաճանվեց իր մերձավորագույն անձանցից մեկի կողմից։ Հուդան, որ Հիսուսի 12 աշակերտներից մեկն էր, չլսված ու չտեսնված մի երեսպաշտությամբ համբույրով մատնեց նրան, ուրացավ նրան լքեցին եւ ուրացան իր աշակերտները։ Պետրոսը, որ հավիտենական հավատարմության հավաստիացումներ եւ երթումներ էր տալիս, ամենից սկզբնական փորձության իսկ պահին չզլացավ լքել իր տիրոջը։ Եվ այդ պահին, ինչպես ավետարանիչն է ասում, աքաղաղը կանչեց։ Իր համախոհները նահանջեցին, իր հետևորդները չքացան։ Մարդիկ, ովքեր Քրիստոսի անձի մեջ տեսնում էին իրենց մրցակից, ուղղակի թշնամացան, իսկ նրանք, ովքեր կոչված էին պաշտպանելու, Քրիստոսի կողքին լինելու, վախից ցվրվեցին եւ որևէ աջակցություն չունեցան Քրիստոսին։ Ահա այս խորը միայնության մեջ Քրիստոս տարվեց քահանայապետի ատյան, ծաղրվեց, անարգվեց, այնուհետև փոխադրվեց Ուսակալի ատյան, Կայափայի առջև, այնտեղ եւս դատապարտության խոսքեր ունկնդրեց եւ հակառակ Կայափայի անվճռականության, չկողմնորոշվածության վերջի վերջո դատապարտվեց մահվան, առանց դատ ու դատաստանի, առանց շոշափելի եւ առարկայական վկայությունների։ Սա մի զավեշտական, բայց նաեւ ողբերգական բեմադրություն էր, որի ավարտը դարձավ Հիսուսի մահը։ Եվ վերջապես Հիսուսին բարձրացրին խաչ եւ խաչի վրա ուժերի գերլարումով Հիսուս երկրավոր իր կյանքում վերջին անգամ դիմեց երկրավոր իր հորը. Աստված իմ, ինչու լքեցիր ինձ։ Մարդիկ Աստուծո ստեղծագործությունների մեջ ամենից գթասիրտ, բայց նաև ամենից դաժան արարածներն են։ Մարդիկ, որոնք կարող են անգամ Աստուծո որդուն, մարմնացյալ Աստծուն հասցնել այն վիճակին, որ մարմնացյալ Աստված ինքը նույնիսկ կասկածի, կորցնի վստահությունը, եթե արդյոք Աստված շարունակում է լինել իր հետ։ Սկսի կասկածել, տարակուսել, արդյոք Աստված երկնավոր իր հայրը շարունակում է զորակցել իրեն։ Այսպիսի փորձությունների միջով անցնելուց հետո Քրիստոս ավանդում է հոգին։ Այսօր մենք հարց ենք տալիս, ինչու Աստված ընտրեց այդ
փորձություններով, տառապանքներով լի ճանապարհը մարդկությանը ազատագրելու համար չէր կարող արդյոք Աստված իր ամենազորությամբ հրահանգեր եւ լիներ, կարգադրեր եւ կատարվեր եւ մարդկությունը արժանանար փրկության։ Ավետարանիչը ինքը վկայաբերում է Քրիստոսի խոսքերը. Ես գիտեմ ուր եմ գնում, գիտեմ ճանապարհը եւ այն գիտեք նաեւ դուք եւ գիտեք ճանապարհը։ Աստված չբավարարվեց ընդամենը ցույց տալով ճանապարհը։ Աստված անցավ այդ ճանապարհով։ Աստված ինքը կրեց այդ տառապանքները, զրկանքները, փորձությունները մարդկանց շոշափելիորեն ցույց տալով այդ ճանապարհի հասանելիությունը, այդ ճանապարհի մատչելիությունը մարդկանց համար։ Եվ մարդիկ այսօր ունեն փրկության հասնելու ճանապարհը Քրիստոսի պարգևած շնորհների արդյունքում։ Մենք ամենքս հատկապես այս օրերին ավագ շաբաթվա դրամատիկ իրադարձությունների ապրումների մեջ վերանդրադառնում ենք այն մեծ պարտքին, որ մենք ունենք Հիսուսի նկատմամբ։ Նայելով Հիսուսի պատկերին, մենք տեսնում ենք մեր պարտքի չափը։ Մենք պարտք ենք Հիսուսին մի ամբողջ կյանք, որը կորսված էր առանց Հիսուսի գալստյան, առանց Հիսուսի չարչարանքների, առանց Հիսուսի խաչելության, թաղման եւ հարության։ Բայց ի տարբերություն այլ պարտատերերի, Հիսուս չի պահանջում պարտքը վերադարձնել իրեն։ Նա մեզնից պահանջում է, որ այդ պարտքը, որ մենք ունենք իր նկատմամբ, վերադարձնել մեր հարազատներին, մեր բարեկամներին, մեր ընկերներին, մեր մերձավորներին։ Ոչ ոք ունի ավելի մեծ սեր, քան նա, ով իր անձը զոհաբերում է իր բարեկամների համար, ասում է Հիսուս։ Այս է ճանապարհը Հիսուսի պարտքը մարելու։ Բայց այդ պարտքը մարելով մենք նոր շնորհ ենք ստանում եւ նոր պարգև ենք ստանում Հիսուսից։ Մի կյանք, որը չի սպառվում, մի կյանք, որը դառնում է մեր պարգևը Հիսուսի հարությամբ։ Հիսուսի կյանքի պատմությունը իրապես պիտի դառնար ընդամենը մի ողբերգական դրամատիկ պատմություն մի մարդու մասին, եթե չլիներ հարությունը։ Հարության լույսով Հիսուսի տանջանքների ու տառապանքների պատմությունը դառնում է փրկության պատմություն։ Եվ այսօր, սիրելի քույրեր եւ եղբայրներ, մենք ամենքս մասնակից ենք այդ փրկության պատմությանը։ Ամենքս կարող ենք նաեւ կերտող լինել այդ փրկության պատմության, դառնալով խաչակիցը Քրիստոսի, դառնալով չարչարակիցը Քրիստոսի եւ դրա արդյունքում լինելով նաեւ հարութենակիցը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուսի Քրիստոսի։ Այսօր թերևս շատերը մեր հուսաբեկումների եւ հուսախաբությունների մեջ հայացքներս ուղղում են երկինք եւ մեր անզորության պատճառով կքած հսկա բեռների տակ դիմում ենք Աստծուն ասելով. Աստված իմ, ինչու ես լքել ինձ։ Լինում են այդպիսի պահեր, երբ թվում է, թե լքել են քեզ ոչ միայն մտերիմները, բարեկամները, ընտանիքի անդամները, այլ անգամ նույնիսկ Աստված։ Եվ այդ պահերին Քրիստոսի շնորհով մենք ունենք պատգամը, որ եթե բոլոր մարդիկ անգամ լքեն ձեզ, միևնույն է, ես ձեզ հետ կլինեմ մինչև աշխարհի վախճանը։
Ահա այս վստահությունն եմ մաղթում ամենքիս, ավակ շաբաթվա հիշատակի այս արարողությունների վերապրումով, որպեսզի Տերը միշտ ներկա լինի մեր կյանքում, երբեք չայցելի մեզ այն զգացումը, որ Աստված երբևէ լքել է մեզ կամ լքելու է։ Թող Տերը զորացնի մեզ Սուրբ Հոգու շնորհով այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։